Զրուցում եմ իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնի հետ։ Բարև ձեզ, Փույա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերս ընդունելու համար։ Միասին զրուցենք եւ փորձենք ձեր միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի բարեկամ ամիջական հարևան երկրում Իրանում։ Տարբեր վերլուծաբաններ տարբեր կերպ են ներկայացնում իրավիճակը։ Մի մասը նշում է, որ շատ լուրջ իրավիճակ է, բողոքի ցույցերի մասշտաբներն էլ ընդլայնվել են, տարբեր քաղաքներ են դրանք ներառում, ակցիաների ժամանակ հնչում են վանկարկումներ մահ Խամենեին, մահ բռնապետին, նմանատիպ այլ կարգախոսեր են հնչում, սակայն մյուս կողմից նաև վերլուծական որոշ շրջանակներ տեղեկացնում են, որ չափազանցված է այն, ինչ կատարվում է Իրանում, որ այդ ամենը ընդամենը ամերիկյան եւ հրեական քարոզչություն է։ Կարծում եմ ամենաճիշտը մենք ձեր միջոցով կտեղեկանանք, թե իրականում ինչ է տեղի ունենում հարևան մեր երկրում Իրանում։ Ներկայացրեք ինչ իրավիճակ է այս պահին, խնդրեմ, Փույա, լսում ենք ձեզ։ Չափազանց է, իհարկե պրոպագանդան մեծ է, շատ լրատվամիջոցները մի քանի 100 նկարահանում են ժողովուրդների մեջից ու ներկայացնում են քանի հազարավոր միտինգներ, ընդլայնված է առաջին օրից, այո, ավելի ընդլայնվել է, բայց ամեն դեպքում այդպես չի, որ լրատվամիջոցները ներկայացնում են։ Երկու մաս կա ժողովրդի մեջ, մեկ է առևտուրականները հասարակ ժողովուրդ են, որ բողոքում են զաներ տնտեսությունից, որը վերջին ամիսներ եւ հատկապես վերջին ամիսը մի քանի անգամ թանկացում է եղել եւ դոլարի Իրանի փոխարժեքը դոլարի հանդեպ ահագին իջել է։ Դա տարբեր պատճառներ ունի եւ ժողովուրդը դրա դեմ բողոք է ներկայացում։ Իրանի հոգևոր առաջնորդը քանի օր առաջ ընդունեց, որ եւ ինքը ասաց, որ մենք խաղաղ ժողովուրդը, խաղաղ միտինգները եւ բողոքի արտահայտումը չենք դադարեցնում, դեմը չենք գնալու եւ մենք միայն դեմ ենք խորովականները, որը անկարգություններ են մտնում փողոցներում եւ դրանց դեմ կպայքարեն, բայց հասարակ ժողովուրդը, որ խաղաղ բողոք է ներկայացնում, թեկուզ փողոցներում դրանց դեմ դրանց բողոքը արդար է եւ տեղին է եւ այսինքն ընդունում է այդ բողոքի ձայնը եւ պետք է պետությունը կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի այդ դեպքական խնդիրները լուծվի։ Նման հրահանգ կա, որ հասարակ ժողովուրդը խաղաղ ճանապարհով իրեն կարողանան արտահայտեն իրենց բողոքը փողոցում եւ նաեւ ոստիկանությունը աջակցում են նման խաղաղ ակցիաները, բայց եթե խորովություն կա, եթե անկարգություններ կա, ոստիկանությունը դեմը կայնում եւ ոստիկանությունը ակցիաները նախաձեռնում, ովքեր որ կապված են դերսի հետ, դերսի ուժերի հետ կամ ուզում են ինչ-որ անվտանգություն խնդիրներ սարքեն, ոստիկանությունը իրենց դեմ պայքարում է։ Ամեն դեպքում վիճակը կարող է կոնտրոլից դուրս գա, դրա համար շատ նախաձեռնում են կառավարությունը ոչ բանը Իրանի նախագահը փոխել է կենտրոնական բանկի նախագահին եւ մի քանի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ակցիաները տնտեսական ակցիաները ներկայացել, որը դոքնի, որ այդ տնտեսական ճգնաժամը դուրս գա։ Պատճառների մասին խոսեմ, պատճառները դրամասենի ովքեր որ Իրանի հետ աշխատել են, Իրանի հետ առևտուր են արել, գիտեն դեպիակ են, որ Իրանում կա երկու փոխարժեք, այսինքն մեկ եթե ուզում եք Իրանի հետ առևտուր անեք, երկու կուրս կա դոլարի, երկու կուրս կա, մեկ է պետական կուրսը, մեկ է շուկայական կուրսը, այսինքն երկու գեները տարբեր են,
ովքեր որ ուզում են արտահանում անեն, այդ արտահանումից ապրանքը դուրս հանելուց պայտավոր են այս դոլարը, որ վաճառել են ապրանքը, դոլարը հետ բերեն երկրում եւ բանկի համակարգում մեծնեն, Իրանի բանկի համակարգում մեծնեն։ Բայց եթե պետական կուրսը միշտ ցածր է շուկայական կուրսից, երբ որ պետական կուրսը շուկայական կուրսը բարձրանում է, դիստանցիան մեծ է լինում պետական ընկերի եւ շուկայական ընկերի։ Եվ այդ առողջությունները, որ միլիոններ դոլարներով ապրանք են դարել, միլիարդներով ապրանք են դարել, նավթ են դարել, միջնորդներ կան, որ նավթը մենք վաճառամիջոցների տակ են, եւ միջնորդներ կան, վստահ միջնորդներ կան, որ Իրանի նավթը վաճառում են, կամ այլ ապրանքներ, կամ նավթամթերքի պրոդուկտներ են վաճառում, կամ թեկուզ այլ պրոդուկտներ, որ Իրանը ունի, երբ որ տանում են դուրս եւ այդ դիստանցիա շուկայական գինը դոլարի եւ պետական դոլարի կուրսը մեծ է դիստանցիա է, այն ժամանակ իրենց ներդու չի եւ այդ դոլարները հետ չեն վերադառնում երկրում, այսինքն հիմա միլիոններ դոլարներ, միլիարդներ դոլարներ Իրանը դերսում ունի, որ այդ առևտրականները հետ չեն դրում եւ պետությունը պայքարում է դրանց հետ եւ ասում է հետ բերեք այդ դոլարը եւ այդ դոլարի հետ չի բերել է հիմք է հանդիսանում, որ դոլարը էլի բարձրանա Իրանում, որովհետև քիչ է լինում դոլարը։ Այսինքն այդ վերահայտությունը ինչքան է զանել լինի, ինչքան է սաբոտ լինի, պետք է Իրանի տնտեսությունների մեջ արվի։ Դա այն է, որ պետք է դոլարը մի կուրս ունենա, այսինքն պետական եւ շուկայական գինը մեկ դառնա, որ առևտրականները, որ ապրանք են արտահանում, ձեռնտու լինի իրենց գումարը վերադարձնեն դոլարը երկրում, միլիոն դոլարներ, միլիարդ դոլարներ վերադարձնեն երկրում։ Եվ որ այդ մեկ, այսինքն դոլարի շուկա է ազատ լինի եւ դրա համար այդ վիրահայությունից հետևանքներով ապրանքների կեները ահավոր ձևի աճում են եւ պետությունը հիմա ակցիաներ է անում, որ այդ սասրը խավից եւ սասրը խավից գումարներ փոխանցի, որ կարողանան այդ տարբերությունը, որովհետեւ շատ ապրանքները թանկացել են, կարողանան իրենց դեսական սնունդի զամբյուղը, ընտանեկան սնունդի զամբյուղը ապահովում, գումարները փոխանցում եւ այլ տարբերակով փորձում է պետությունը ճգնաժամ վիճակից դուրս գալ եւ չի վնասի ժողովրդի տնտեսությունը եւ Իրանի հիվանդ տնտեսությունը պետք է տեսնել, որ այդ զաներ վիրահայությունից ինչպես է դուրս գալիս, ինչքան ժողովուրդը դիմադրեն, ինչքան ժողովուրդը կհամդուրժեն նման բաներ վիրահատությունը, այլ բան կստացվի եւ երկրի ներսում անկայունություն կմտնի։ Ամեն դեպքում վիրահայությունը, զաներ վիրահայությունը անհրաժեշտ էր, բայց ներսում կան տնտեսագետներ, որ ասում են վիրահայությունից առաջ պետք է իրավիճակը ստաբիլ սարքվի, նոր վիրահատվի այդ տնտեսական հիվանդ վիճակը, հիվանդ տնտեսությունը եւ կարող է այդ զաներ վիրահայությունը տնտեսությունը դուրս չի գա։ Տարբեր կարծիքներ կան տնտեսագետների մեջ, դեմներ, որոշ տնտեսագետները դեմ են, որոշ տնտեսագետները կողմ են։ Ամեն դեպքում պետությունը կամքը ցույց տվել, կամքը ցույց տվել, որ այդ դեպքին անել վիրահայություն անի, բայց ամեն դեպքում ժողովրդի համար շատ դժվար կլինի ահագին թանկացումներ են, որը բարդ կլինի իրավիճակի ապագայում։ Շատ լավ, շնորհակալ եմ Փոյա, շատ մանրակրկիտ ներկայացրեցիք տնտեսական իրավիճակ, իսկապես փաստորեն կա լուրջ տնտեսական խնդիր եւ ժողովրդի ընդվզումն էլ ինչպես ներկայացրեցիք, ձեր խոսքից ես հասկացա, արդարացի է ժողովուրդը իր բողոքի ձայնը բարձրացնելու համար, մյուս կողմից էլ իշխանությունը հակված է, որ կարգավորի ամեն ինչ։ Ես կխնդրեի նաեւ ներկայացնեք, որտեղ տեղեկացանք, որ իրավապահների վրա զինված հարձակումների դեպքեր են եղել, Իրանի պետական լրատվամիջոցների
հաղորդումներ, դա որ 3 իրավապահ զոհվել է, մեկ աշխարհազորային էլ նշվում էր, որ զոհվել է կասկածելի հանգամանքներում, այսինքն բախումները այսչափ լրջացել են, որ անգամ զոհերի են հասել, այո։ Այս անգանությունների մեջ կօգտագործեն այլ երկրի գործակալները, որ ժողովրդի մեջով կմտնեն, ժողովրդի մեջ կմտնեն եւ կփորձեն խաղաղ ցուցարարները դանան իրավապահների հետ դեպի բախում սկսել սերեն իրավիճակ է, սպառնալիք սարքեն եւ նման գործարագոչը իրենց գործարագոչը փորձում են զոհեր սարքեն, որովհետեւ համ ժողովրդի մեջից, համ իրավապահների մեջից, որ ժողովուրդը իրավապահների դեմ կայնացնեն եւ անգանություն մտնեն։ Սա է որ Իրանի ազգային անվտանգությունը եւ իրավապահները հետապնդում են նման երևույթներին, նման գործակալներին եւ ձերբակալումները հիմա գնում է Կարան Իրանի թշնամի երկրների գործակալներ լինեն մեջտեղը, որը բախումներ փորձեն սարքել։ Հասկանալի է եւ հայաստանյան նաեւ մամուլում խոսվում է այն մասին, որ արտաքին ուժերը իրապես փորձում են այո օգտվել իրավիճակից, Իրանի կայունությունը խաթարել, ընդհանուր մինչեւ խոսվում է այն մասին, որ փորձ է արվում Իրանը սիրիացնել։ Դուք նման վտանգ տեսնում եք։ Իհարկե նման վտանգ կա, ամեն դեպքում կառավարությունը եւ ուժայինները փորձում են ամեն ինչ դեմ անեն եւ պահպանելով Իրանի խաղաղ ժողովրդի ակցիաները եւ միտինգները պահպանելով, աջակցելով, բայց դարանջադեն ժողովուրդը դերգոց ժողովրդի ակցիաները այդ այլ մասերով, որ փորձում են խորհրդություններ անեն, ագրեսիաներ մտնեն։ Իրանի իրավապահները փորձում են, որ դարանջատեն եւ իրազեկեն ժողովուրդին, որ հերացեք նման ցածրիչները ձեր մեջից, որը փորձում են անգարություն մտնեն երկրի։ Փույա դուք հետևում եք հայաստանյան լրատվամիջոցներին եւ եթե հետևում եք ինչ կարծիքի եք մեզ մոտ շատ սուր է ներկայացվում չափազանցված է ներկայացվում Իրանում տեղի ունեցող գործընթացները թե իրատեսական են որովհետեւ կան վերլուծաբաններ որոնք նկատում են որ հայաստանյան լրատվամիջոցները արտատպում են ամերիկյան լրատվամիջոցների տարածած լուրերը Իրանի մասին շատ սուր ձևով այսպես իբր բախումներ են եւ այլն իսկ փոխարենը հայկական մեդիան ասենք իրանական ուղիղ Իրանից չի ստանում անհրաժեշտ այդ ինֆորմացիան ձեր տպավորությամբ ինչպիսի լրահոս է ապահովում հայկական լրատվական դաշտը արդարացի իհարկե արևմուտքային պրոպագանդան մեծ է եւ որոշ լրատվամիջոցները դրա ազդեցությունին տակ են եւ ուժացնում են դեպքերը ինչ որ Իրանում կատարվում է օրինակ ասեմ Թեհրանում 13-ից 15 միլիոն բնակչություն քաղաք է եւ այդ բնակչությունների հանդեպ մի քանի հազար ցուցարար դուրս եկել որը մեծ մասը արևտուրականները եւ խաղաղ ակցիաներ են անում եւ մեծ քաղաքները այդպես են փոքր քաղաքներ կան որ պատկերը այլ է ավելի շատ ցուցարարներ են փողոցում բայց ամեն դեպքում այս պահին շատ չափազանց լուրեր են տալիս Իրանից հետագայում կարող է ավելի շատ ժողովուրդը դուրս գա բայց այս պահին մասին որ խոսենք չէ շատ չափազանց է լրատվամիջոցների որ բացվում է Իսկ ինչ կասեք այն մասին, որ Վենեսուելայում տեղի ունեցածից հետո շատերի համար արդեն ակնհայտ էր, որ հաջորդ քայլը լինելու է դեպի Իրան, Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարության հաջորդ քայլը լինելու է դեպի Իրան եւ մենք լսեցինք նաեւ Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքները ուղղված Իրանի հոգեվոր առաջնորդին, չեք կարծում, որ սրանք ուղղակի իրար հետ կապված են եւ
եւ արտաքին ուժերը հենց ուղղակիորեն Միացյալ Նահանգները օգտվում է Իրանում արկա սոցիալ-տնտեսական լարված իրավիճակից եւ ուղղակիորեն փորձում է այս ցույցերը վերածել քաղաքական, ներքաղաքական բախումների, որը կարող է նաեւ հանգեցնել իշխանության փոփոխության։ Մասնավորաբար մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ցանկություն ունեն ամեն կերպ դաշտից հեռացնելու Իրանի հոգևոր առաջնորդին։ Ինչ կասեք այս մասին։ Նման սցենարը Իրանում շատ քիչ հնարավորություն կա, որ Վենեսուելայի տարբերակով լինի, որովհետև 12 օրվա պատերազմում նման փորձեր արվեցին եւ Իրանում բարձրաստիճան գերարարները սպանեցին եւ դա փորձը արվեց, բայց Իրանի համակարգը այլ մագարտակ է, այլ ձև է, անձերով կապված չի, ինչքան Qasem Soleimani, հետո իհարկե ազդում է անձերը շատ կարևոր են, շատ ազդեցիկ են, շատ ուժ են տալիս պետությունին, բայց Իրանի պետական համակարգը այդպեսին է, որ անձերով պայմանավորված չի եւ մենք տեսանք 12 օրվա պատերազմին Իսրայելը Ամերիկայի Իրանի դեմ, որ քանի ժամվա մեջ փոխարինողները փաշուն ստացան եւ արագ հասան իրենց գործերին եւ աշխատանքի։ Այսինքն Միացյալ Նահանգներին չի հաջողվի թե Սիրիացման, թե Վենեսուելայի տարբերակով, ասենք, թե Սիրիայի տարբերակով լարվածություն ստեղծել Իրանում, հա։ Սպառնալիքը շատ մեծ է, որ իրենց գործակալների միջոցով ուզենան ինչ-որ բաներ անեն, ամեն դեպքում Իրանն էլ հիմա բոլոր միջոցները ձեռնարկում է նման վտանգներին դիմադրելու համար, Իրանը շատ զգուշ է թարսերով, բայց ամեն դեպքում մենք վտանգի տակ ենք այս պահին, որովհետև տնտեսությունը շատ վատ վիճակում է եւ մեծ դժգոհություն կա ներսում այդ հանգասումների հանդեպ եւ շատ հնարավոր է, որ այդ իրավիճակից օգտվեն օտար ուժերը եւ թշնամիները եւ փորձեն ինչ-որ գործողություններ անեն, որ այդ դժգոհությունի ալիքի հետևում ունենան ինչ-որ ժողովրդի մասերի աջակցությունները նաեւ 12 օրվա պատերազմին Իրանը ցույց տվեց, երբ որ արտաքին ուժի միջամտություն կա, ժողովուրդը ավելի համախմբում են, իրենց ներսի խնդիրները մի կողմ են դնում եւ համախմբում են։ Դրա համար հիմա թիրախավորված է տնտեսությունի դժգոհությունի վրա, փորձեն իրենց ինչ-որ աջակցություններ ստանան ներսում, ինչ-որ փոփոխությունների համար։ Պետք է տեսնել, որովհետև հիմա հենց որոշ տնտեսագետները եւ որոշ փորձագետները հենց դա են նախագահ Փեզեշքյանին դիտողություն են անում, որ այս պահին այս զաներ վիճակում, որ թշնամիները ուզում են օգտվեն այդ պարակտումներից, շատ վատ ժամանակ ընտրեցիք, որ այդ զաներ վիրահայությունը կատարեք, բայց հիմա ես կողմել ասում է, պետական կողմել ասում էր, որ վիրահայությունը հետաձգելը անհնարել եւ անհրաժեշտ էր այս պահին մենք այդ փոփոխությունները անենք։ Հասկանալի է։ Եվ մեկ հարց եւս, ինչ կասեք Իրանի պաշտպանության ազգային խորհրդի տարածած հայտարարության մասին, հա, այդ խորհուրդը, եթե չեմ սխալվում, 12-օրյա պատերազմից հետո ստեղծվեց եւ հայաստանյան լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ խորհուրդը հայտարարություն է տարածել, որ եւ հստակ ներկայացրել է կանխարգելիչ հարվածի դիմելու հնարավորությունը, որի թիրախում կլինեն ԱՄՆ
մերձավոր արևելքում տեղակայված հենց զինվորականները եւ շեշտվում է, որ հարվածը այս անգամ ոչ թե կսահմանափակվի ԱՄՆ ռազմաբազաներին ուղղված նյութական վնաս հասցնելով, այլ ինչպես եղել է, երևի նախկինում, այլ բուն զինվորականների կյանքը կլինի թիրախում։ Ինչ կասեք Փոյա այս հայտարարության մասին, սա նշանակում է, որ Իրանը զգում է, որ բավական լուրջ վտանգ է իսկապես կախված երկրի անվտանգության հարցում եւ պատրաստ է գնալ այդպիսի գործողությունների, այո։ Այո, Իրանը այդ վերջին հայտարարությունով ցույց է տալիս, որ Իրան ռազմական դոկտրինը փոխում է եւ չի սպասում հարված ստանա նոր հակահարված դա, այլ հնանավոր է նախաբես դիմի գործողություններ, եթե վտանգ կա իր գոյությունի համար, երկրի տարածքային ամբողջականությունի համար եւ դա ցույց է տալիս դոկտրինի մեջ փոփոխություն են մտցրել եւ վերլուծելով Թրամփի ռազմական դոկտրինը, որը ինքը չի ուզում մտնի երկարաժամկետ պատերազմի մեջ եւ ինքը չի ուզում զինվորների մեծ զոհ ունենա, դրա համար այդ դոկտրինը դրա համար է, որովհետեւ եթե մենք տեսնում ենք համ 12 օրվա պատերազմի մեջ Իրանի դեմ, համ Վենեսուելայում իրեն դիմում են կարճաժամկետ օպերացիաները, որը թիրախավորված եւ նպատակային հարցեր լուծեն։ Իրեն չեն ուզում, որ երկարանա այդ ինչ-որ պատերազմ, որ հրահրում են մի երկրի դեմ։ Երկարանալ է իրենց քաղաքացիների մեջ չի մեկնում, բայց Իրանը դրա համար ուզում էր այսպես երկարացնել այդ 12 օրը, որը իրենց շատ դիմեցին Իրանին, որ գնահատալ լինի եւ իրենց շատ Թրամփը վախենում է զինվորական զոհերի մասին, թևերի մասին։ Դրա համար է Իրանի հայտարարության մեջ նշված է, որ հիմա արդեն ոչ մի Միացյալ Նահանգների զինվորների կյանքը չի խնայելու եւ որովհետեւ անցած անգամ Կատարում եւ որ Իրանը հակահարված տվեց Կատարի ամերիկական ռազմաբազայը նախաբես զգուշացրել էին նաեւ եւ Qasem Soleimani սպանեցին Իրաքում իրան ռազմաբազայը հարվածելուց առաջ Իրանը նախաբես զգուշացրել էր դրա համար զոհ չունեցան, բայց ինչ-որ վնաս ինչ-որ վնասներ եղան։ Այս պահին Իրանը ասում է արդեն ոչ մի զինվորի, զինվորների կյանքը չենք տնայելու եւ մենք հնանավոր նախաբես մեզ հարված տանք եւ զոհեր շատ լինեն, փորձում է զսպի Ամերիկային նման ծնաներ Իրանի դեմ ունենալու համար, որը հաշվարկների մեջ հաշվի առնեն Իրանի այդպիսի նոր դոկտրին է։ Շատ լավ, երբ հույա ավարտենք հետևյալ հարցով, մենք նկատում ենք, որ Իրանում տեղի ունեցած այս լարված իրավիճակների ֆոնին Ադրբեջանը ավելի ակտիվացնում է իր զինվելը, ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբականակը օրերս ժամանեց Ադրբեջան, Ալիևը ավելի է սրում իր ագրեսիվ հռետորաբանությունը, մասնավորաբար Հայաստանի հետ կապված, վերջի օրերին իր ելույթներում անդադ խոսում է թշնամի, այդպիսի տերմիններ է օգտագործում, անգամ խոսում է այն մասին, որ այլևս միջազգային իրավունքը չի գործում եւ փաստորեն ինքը նորից ուժի դիրքերից է հանդես գալիս, երևի հաշվի առնելով ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքականությունը, փորձում է օգտվել այս իրավիճակից եւ խոսում է նաեւ, որ Հայաստանը չունի սահման, այդ սահմանները պետք է ճանաչի Ադրբեջանը եւ այլն նման հայտարարություններ է հնչեցնում։ Ինչ կարծիք եք որպես վերլուծաբան, ինչի սա կարող է հանգեցնել, հնարավոր է որ Ադրբեջանը դիմի կոնկրետ գործողությունների Հայաստանի ուղղությամբ, ինչու ոչ նաեւ լարվածություն ստեղծի Իրանի սահմանին։ Ադրբեջանը մի բան է ասում, բայց այլ բան անում է։ Ադրբեջանը խաղաղությունից է խոսում, որը
ուզում է Հայաստանի հետ խաղաղություն ունենա, բայց իրեն օրի պատրաստում են պատերազմին, դա ականատես է, եթե օրական, շաբաթական զենք են գնում եւ իրեն զինված ուժերը ուժեղացնում են, սա մի բան է նշանակում, որը դուրս է տալիս իրեն օրի պատրաստում են պատերազմին։ Այո, իրեն ուզում են ուժի միջոցով իրանց համար իրավունքներ ստեղծել։ Ես այդ պայմաններով համ Իրանը, համ Հայաստանը պետք է հաշվի առնի այդ փաստը, որ մեր կողքի հարևան է, որը շատ վատ բազմություն ունի ագրեսիաների մասին եւ ներգերդումներ ունի մեր երկիրների վրա, համ Իրանի վրա, համ Հայաստանի վրա, օրի պատրաստում է պատերազմին եւ զենք է գնում։ Դա պետք է մեր երկու երկիրները հաշվի առնեն եւ ուշադիր լինեն այդ հարցում։ Շատ վտանգավոր է, որ եթե իրավիճակը աշխարհի ցերվեց, իրեն փոխեն ինչ-որ գործողություններ անեն։ Այդ հրադադարությունները, որ փոխված է ալիոպի հայտարարությունների մեջ, դա է վկայում։ Շատ լավ, շնորհակալ եմ Փույա մանրակրկիտ վերլուծության համար։ Ես ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, որ ես զրուցում էի իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնի հետ։